Բարևներ, ունենք խնդիր, որտեղ ունենք R2-ից R2 գծային արտապատկերում, կարևոր բառը գծային, ու մեզ տրված է, թե երկու ադմուտքային վեկտորների համար ինչ արժեքներ ենք ստանում այս գծային արտապատկերումը կիրառելիս, ուզում եմ հասկանանք ընդհանուր x-y-ի դեպքում բանաձևը ոնց է, էլի, երկու վեկտորի դեպքում ունենք արժեքները, ուզում ենք ընդհանուրը հասկանալ։ Գիտենք, որ այս 1-2 վեկտորին բերում է դեպի -3, 5, այսքան այս մեր պստիկ վեկտորը գալիս է այստեղ, ու գիտենք, որ այս 3-5 վեկտորն էլ գալիս է դեպի այստեղ 7, 1, Հիմա ասում եմ ընդհանուր դեպքում դա գտեք ինչ է։ Ստեղ ամենակարևոր բանը այս է, որ գծային արտապատկերում ունենք։ Այդ ինչ է նշանակում, որ եթե ինչ-որ x, y վեկտորներ վերցնենք, այս դեպքում մեր մոտ R2-ից ցանկացած tx գումարած ty-ը լինելու է նույնը ինչ, ուղղակի tx գումարած y-ը։ Նաև, եթե վերցնենք մի հատ էլ ցանկացած իրական թիվ, tcx-ը լինելու է c անգամ tx։ Այստեղ ոնց կարանք դա օգտագործենք։ Հիմա օրինակ եթե այս 3-5 վեկտորի փոխարեն հիմա ուզենայինք պարզենք, թե 6-10 վեկտորը ուր է գնում, այսինքն 2 անգամ ավելի երկար վեկտորը նայենք։ Կարենք ասենք, որ ինքը գալու է մեր մոտ դեպի 14, 2։ Այս հատկության շնորհիվ։ Այսինքն մեր լինելու էր t անգամ 2x-ը հավասար լինելու 2 անգամ tx։ X-ը այս դեպքում 3 ու 5, 3-5-ը։ tx-ը գիտենք ինչ է, Անկայից այս արժեքն կստանենք։ Հիմա նաև եթե բռնենք ու այս երկու վեկտորներին գումարենք, այսինքն այս 1, 2 ու -3, 5 վեկտորներ որ ունենք, իրանց գումար վեկտորը եթե նայենք, այդտեղ կարենք այս սրանից օգտվենք։ Այդ դեպքում այս t1, 2 գումարած 3, 5-ինը, այսինքն t4, 7 վեկտորը կլիներ իր արժեքը առանձին tx ու գումարած ty, այսինքն լինելու էր -3 գումարած 7 ու 5 գումարած 1։ Ահա, ասենց ինչ-որ տեսնում ենք, որ ինչ-որ թազա վեկտորներ կարողանում ենք արտահայտել, բայց այս ինչ-որ կոնկրետ վեկտորներ էին։ Ոնց անենք ընդհանուր ինչ-որ x, y վեկտոր։ Մեր մոտեցումը էս է լինելու, որ եթե գիտենք այս վեկտորով այս վեկտորը ինչ արժեք է ընդունում ու այս ինչ-որ վեկտորը ինչ արժեք է ընդունում, հիմա ցանկացած ուրիշ վեկտոր եթե մեզ տան, այս վեկտորը, պետք է իրան վերլուծենք այս երկու վեկտորների գծային զուգակցության տեսքով։ Օրինակ այս մեկին ասենք այս վեկտորը եթե բռնենք ձգենք ինչ-որ մի c1 անգամ ու իրան գումարենք այս վեկտորը ձգած ինչ-որ c2 անգամ, կգանք կհասնենք այս վեկտորին։ Այսինքն ցանկացած x, y վեկտոր, եթե կարողանանք ներկայացնել որպես c1 անգամ այն մեր առաջին վեկտորը, եկեք անունը v1 դնենք, գումարած c2 անգամ մեր երկրորդ վեկտորը v2։ Հիմա եթե կիրառենք դրա վրա այս մեր t x, y-ի պահը, այսինքն t c1 v1 գումարած c2 v2, իրենք կկարողանանք հաշվենք սենց։ Սա նույնն է լինելու ինչ t c1 v1 գումարած c2 գումարած t c2 v2-ը, Էս էլ լինելու է նույնը ինչ, հիմա էլ արտադրելից այս c1-ը դուրս անենք, c1 անգամ t v1 գումարած c2 անգամ t v2-ը։ Ось t v1-ի ու t v2-ի արժեքները ունենք, այս երկու վեկտորը գիտենք ուր են գնում։ Նաև մեր բախտը բերել է, որ նույն գծի վրա չեն այս երկու վեկտորները, դրա համար ցանկացած x, y կարողանում ենք ծածկել, ինչ տեխնիկապես ասած, այս երկու վեկտորները կազմում են R2-ի բազիս, բայց այդ մասին մեկ այլ դասի։ Հիմա այս դեպքում պետք է այս x, y-ը արտահայտենք այս սրանով։ Եթե հստակ արժեքներ դնենք, մենոտ լինելու է պետք է լուծենք հետևյալ հավասարումը, որ c1 անգամ 1, 2 գումարած c2 անգամ 3, 5 հավասար պետք է լինի x, y-ի։ Հիմա, այս կարանք գրենք որպես 1, 2, 3, 5 անգամ c1, c2, կարք մի հատ հաշվեք համոզվեք, որ իսկականից ճիշտ է լինում,
Սա պետք է հավասար լինի x-y-ի։ Սրանից կարող ստանանք ընդլայնված մատրիցի տեսքով գրենք սա։ Ունենանք ստեղ 1, 3, 2, 5 x-y, կարող եք ընդլայնված մատրիցների հետ կապված մեր վիդեոն նայել մեկնաբանություններում նշված։ Այս մասը եթե լուծենք, եկեք սա 0 դարձնենք, մեզ պետք է այս R2-ից հանենք 2 հատ R1, կունենանք 1, 3, x, ու ստեղ կլինի 0, 5 մինուս 2 անգամ 3 մինուս 1, y մինուս 2x։ Այստեղից կգտնենք, որ C2-ի գործակիցը լինում է մինուս y մինուս 2x, այսինքն լինելու է ուղղակի 2x մինուս y։ Այդտեղից էլ, ստեղ եթե հիշենք, որ սա C1 գումարած C2 անգամ տտա հավասար է x-ներ, C1-ն է կարանք ասենք, որ հավասար լինելու x հանած 3 անգամ C2, այսքան հանած 3 անգամ 2x մինուս y, այսքան սա հավասար է լինելու մեր մոտ x-ից հանած 6x գումարած 3y, սա այսինքն 3y հանած 5x-ն է։ C1 C2-ը գտանք։ Յան պետք է տեղադրենք իրենց այստեղ, S2-ի համար արժեքները գիտենք իրենց։ Մենոտ լինելու է ուղղակի C1, այսինքն 3y մինուս 5x, անգամ TV1-ը, մեր մոտ այս առաջին վեկտորը գնում էր դեպի այստեղ մինուս 3, 5, գումարած C2 անգամ, C2-ը մեր մոտ հավասար էր 2x մինուս y-ի, ու այս երկրորդ վեկտորն էլ գնում էր դեպի 7, 1։ Ահա, սա լինում է մեր txy-ի համար բանաձևը։ Մեզ մնում է ուղղակի մենակ բռնել ու այս ամեն ինչ մի քիչ ավելի բացված տեսքով գրել, այսինքն այս առաջին էլեմենտը լինելու էր 3y մինուս 5x անգամ մինուս 3 գումարած 2x մինուս y անգամ 7, երկրորդ էլեմենտը լինելու է 3y մինուս 5x անգամ 5 գումարած 2x մինուս y անգամ 1, ու եթե ոչ միտեղ սխալ չեմ արել, սա հավասար է լինելու, կարեք միա դուք ստուգեք, 29x մինուս 16y, սա էլ կլինի մինուս 23x գումարած 14y։ Ահա։ Այս կտորը հաշվողական կտոր էր, ձանձրալի ոչ այդքան հավես կտոր է։ Հավես կտորը այն է, որ ցանկացած երկու վեկտորի համար, նույն գծի վրա չգտնվող երկու վեկտորի համար, արժեքները իմանալով, մենք ինչ x-y համար ուզենք, արժեքը գրում ենք։ Որտեվ ինչ արեցինք, այս վեկտորը վերլուծեցինք այդ երկու մուտքային վեկտորների գծային զուգակցության տեսքով, հիշեցինք, որ մեր գծային զուգակցություն, որ մեր արտապատկերումը գծային է, կիրառեցինք այս սրանք ու ստացանք ընդհանուր բանաձև։ Այ քեզ գեղեցիկ բաներ, որոնք որ ծնվում են արտապատկերման գծային լինելու շնորհիվ։ Դες լավ էր։